Թող փորձեն արդարանան մեկը։ Իրանք էլ գիտեն, որ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Դրանից էլ իշխանության քարոզիչները վախենում են ու անհասկանալի ակտիվություն են ցուցաբերում։ Լավ, ինչևէ։ Սիրելի գյուղացիներ, գաղտնիք չէ, որ գյուղատնտեսության ոլորտը իսպառ մատնված է անուշադրության։ Ենթակառուցվածքները ընդհանրապես զարգացած չեն, անգամ վերջի 7-8 տարում լրիվ անուշադրության են մատնում։ Ինձանից ավելի լավ կփաստեք, որ գյուղատնտեսության նախարարությունը լրիվ փակվել է։ Եթե բերքի հավաքից հետո նույնիսկ 1 օր չի պահպանվում բերքի ճիշտ ջերմաստիճանային ռեժիմը, այն կորցնում է իր որակական հատկանիշները 25%-ով։ Եվ նորմալ է, որ այդ բերքը չկարողանան անգամ երկար պահպանել։ Մի պարզ պատճառով գյուղացին այդ ժամանակ սպասում է մեծածախ գնորդի։ Եվ ինչ ենք առաջարկում մենք։ 5 քայլերից 4-րդը բերքի երաշխավորված մթերում։ Գյուղացին չի սպասելու մեծածախ գնորդի, այլ հասկանալու է, որ պետությունը կանգնած է իր թիկունքում եւ մտահոգված է, որպեսզի իր բերքը գնեն եւ մթերեն։ Դրա համար առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում, որպեսզի գյուղատնտեսության այս ճյուղը դառնա պետական զարգացման լավագույն ճանապարհներից մեկը։ Ուժեղ Հայաստանում չի լինելու հուսահատված գյուղացի։ Բոլոր խնդիրները լուծվելու են։ Մտահոգությունները բոլորը կորչելու են։ Սամվել Կարապետյանի աշխատանքներով դուք զգալու եք, որ ձեր կյանքը դառնալու է բարեկեցիկ։ Սամվել Կարապետյանի հետ գնալու ենք ուժեղ Հայաստան։